Կոռուպցիա ձեզ թվում է միայն մեզ մոտ եւ միայն հիմա է արդիական կոռուպցիա բառը։ Գողանում են, ախ գողանում են։ Եթե չգողանային, մենք կապրեինք դրախտում, Սեմիրամիդեի Կախովի այգիներում։ Բարև ձեզ, ձեր հետ Վարդուհի Սարգսյանն է։ Լինում է չի լինում մի ժամանակաշրջան, մեզանից ոչ այնքան հեռավոր, ընդամենը 1.5 դար առաջ, երբ թերթերը գրում էին ընդամենը ինֆորմացիոն բնույթ և նախատեսված էին արիստոկրատիայի համար։ Բայց 1863 թվականին ծնվեց Հերսթը և փոխեց ամբողջ ժուրնալիստիկայի պատմությունը։ Վիլյամ Հերսթ, անուն, որը պիտի մտներ ժուրնալիստիկայի մեջ ու մինչև այսօր պիտի այդ անունը խառնված լիներ ֆեյք նորություններին ու ընդհանրապես ժուրնալիստիկայի ամբողջ պատմությանը։ Բախտի բերումով թե պատահմամբ նա աշխատանքի է ընդունվում ժամանակին շատ հայտնի հրապարակիչներից մեկի մոտ, Ջոզեֆ Պուլիցերի մոտ, ու որոշում է ունենալ իր անձնական թերթը։ Սենատոր հորը խնդրում է, որպեսզի իրեն նվիրի Սան Ֆրանցիսկո Էքզամեներ թերթը ու անգամ պատրաստ է լինում հրաժարվել ամբողջ ժառանգությունից։ Հայրը այդ պահին զարմանում է, բայց այնուամենայնիվ Սան Ֆրանցիսկո Էքզամեներ թերթը դառնում է Ուիլյամ Հերսթինը ու սկսվում է մեր հեքիաթի պատմությունը։ Առաջինը, որ հասկանում է Հերսթը, պիտի ընտրվի աուդիտորիա, որի հետ պիտի աշխատել, ու նա ընտրում է կանանց, տնային տնտեսուհիների և անապահով խավը։ Այսօր է 21-րդ դարում, երբ փոքր անգամ կոնտենտներ են ստեղծվում, անպայման մեզ ասում են, ընտրեք աուդիտորիա, հասկացեք ում համար եք աշխատում։ 19-րդ դարում դա չլսված երևույթ էր, ինչ աուդիտորիա, կար արիստոկրատիա, որը կարդում էր թերթ, ընդամենը այդքանը, ինչ տնային տնտեսուհիներ, ինչ անապահով խավ, բայց Հերսթը որոշեց աշխատել նրանց հետ։ Երկրորդը, որ հասկացավ Հերսթը, մինչ այդ թերթը մոնոտոն էր, եթե բացեք YouTube-ում շատ կան այդպիսի թերթերի օրինակներ, շրիֆտը մոնոտոն, հասարակ, նա հասկացավ, որ պիտի առանձնացնի, գլխատառեր ստեղծի, տառատեսակները փոխի, մեծացնի, հասկացավ, որ մեծը աչք է գրավում, մեծը կարդում են, ու ի վերջո ամենակարևորը, որ նա արեց, սկսեց փնտրել սենսացիոն նորություններ։ Նրա թերթերը ամբողջությամբ դարձան սենսացիա ու լրագրողներին, որ նա ստիպում էր այսպիսի ինֆորմացիա գտնել, բերել, սպանություններ, գողություններ, թշնամություն, անգամ այդ ժամանակին լրագրողները չէին էլ հասկանում, թե դա ինչ է ու ինչու պիտի դրա մասին իրենք աղաղակեն, խոսեն, հրապարակեն այդ ինֆորմացիան։ Բայց Հերսթը ասում էր. «Տիկնայք, պարոնայք, էմոցիա, ինֆորմացիան ինքն իրենով ոչինչ է, տվեք ինֆորմացիային վառ, գունավոր էմոցիա և այն կդառնա հաճելի»։ Այս գաղտնիքը հասկացավ Հերսթը ու սրանով փոխեց ամբողջ ժուրնալիստիկայի պատմությունը։ Մի խորհուրդ տամ, հաջողակ մարդիկ իրենց գեղեցիկ ընտանիքներով չեն հետաքրքրում, էմոցիա չեն առաջացնում, կարեկցանք չեն առաջացնում, բայց կիսաբաց լուսամուտները մեր մոտ առաջացնում են էմոցիա։ Ասենք ընտրեք ինչ-որ աուդիտորիա, թեկուզ կենդանասերների այսպես խումբը, ինչ-որ գաղափար հորինեք, որ փրկել երկիրը, աշխարհը, ու կտեսնեք, որ էմոցիայով լցրեք այդ ամեն ինչը, ձեր գաղափարը լցրեք էմոցիաներով, ու կտեսնեք, որ կարճ ժամանակ հետո դուք կհասնեք հաջողության։ Այսպիսով Հերսթը փոխեց ամբողջ ժուրնալիստիկայի ընթացքը։ Դրանից հետո նա պրպտում էր, ցանկանում էր էլի նորություններ մտցնել իր թերթում, հասկանում էր, որ ինչ-որ բան քիչ է, էլի պիտի ինչ-որ մի բան ավելանա, ու ինչ արեց, քիչ էին նորությունները, չէին կարողանում սենսացիաները լցնել թերթերը։ Հերսթը թերթերը լցրեց ֆեյք նորություններով։ Առաջինը նա որոշեց հորինել։ Եթե շատ ուզում ես, բայց չի կարելի, ուրեմն կարելի է, փորձենք։
Սենսացիոն նորությունները հերստի ձեռքի արդյունքն են, որը միջև այսօր մենք ժուրնալիստիկամ տարածված է fake նորությունները եւ մենք անգամ չենք էլ հասկանում, շատերը չեն էլ տարբերում իրական նորություններն ու fake-ը։ Լցվեցին այդ հորինված պատմություններով ու դրանից հետո առաջացավ էլի հերստի ստեղծած, բայց այստեղ պիտի ճշմարտացի լինեմ, որ այս մտքերը ի վերջո Ժոզեֆ Պուլիցերինն էր, բայց հերստը շատ վարպետորեն այս ամեն ինչը վերցրել է Ժոզեֆ Պուլիցերից եւ դարձրել իրենը։ Ի վերջո ստեղծվեց Միկի Դուգանը, դեղին հագուստով մանուկը, որը կանգնած էր բոլոր կոմիքսների վերևում, բոլոր fake news-երի վերևում, fake նորությունների։ Դեղին շորը ինքը էմոցիա է նորից, ինչ է դա, ուրախություն, այսպես վառ ասոցիացիաներ են առաջացնում։ Միկի Դուգանի անունը շուտով մոռացան, բայց մնաց դեղի գույնը։ Ու դեղին գույնը, դեղին նորությունները, դեղին էջերը այսպիսով մնացին ժամանակի մեջ։ Էլի նորամուծություն արեց հերստը, անվերջ պատմություններ, որոնք պիտի կարդային բոլորը, վեպեր, որը պիտի շարունակություն ունենային։ Սրա հեղինակն էլ է հերստը։ Եվ տնային տնտեսուհիները ամբողջ մարդկությունը սպասում էր նորությունների, սպասում էր հաջորդ համարին, որ հաճույքով գնի եւ կարդա այդ պատմությունների շարունակությունը։ Ի վերջո Մարկ Տվեն, Ջեք Լոնդոն, այս բոլոր պատմությունները սկզբից տպագրվել են հերստի թերթում։ Ու թերթը, երբ առաջ ինչ որ այսպես առիթից առիթ գնելու երևույթ էր, դարձավ ամենօրյա անհրաժեշտություն։ Այսինքն պիտի մարդիկ իմանային, թե հաջորդ օրը թերթում ինչ է շարունակությունը, ինչ է կարդացվելու եւ ինչ է լինելու դեպքերը, սիրավեպերը, վեպերը, տարատեսակ պատմությունները։ Այնպես որ սրա հեղինակն էլ էլի հերստն է։ Մեր հերոսը ստեղծեց fake news-ը ու արի տես, սրանից հետո էլ նա ստեղծեց ժուրնալիստիկայի լրագրողության նոր ճյուղ, որը էլի սենսացիա էր։ Հետաքննությունը, լրագրողական հետաքննությունը, նա գիտեր, որ իր ստեղծած ֆեյքերն են եւ դրանից հետո ստեղծեց հետաքննություն։ Նոր ճյուղ, երբ որ ժուրնալիստները արդեն իրականում զբաղվում էին բացահայտմամբ տվյալ դեպքի իրադարձության եւ սա էլի նոր էմոցիաներ էր առաջացնում մարդկանց մեջ։ Ու էլի մենք պտտվում ենք ու կանգնում ենք էմոցիաների վրա։ Մինչ այդ բոլոր թերթերը իշխանական էին, նրանք հարում էին իշխանությանը եւ ի վերջո առաջինը նորից մեր հերոսը որոշեց, որ թերթերը 4-րդ իշխանությունից կանգնած է այս ամենի կողքին, բայց հերթը որոշեց քննադատել իշխանությանը ու դա բացատրելով, ունդ որում չանցնելով կարմիր գծերը, այսպես իմանալով, որ այդտեղ կան կանգնած մարդիկ, սենատորներ, անձնավորություններ, որոնց ինչ որ կերպ պիտի քննադատել, չանցնելով այդ կարմիր գծերը, բայց նա ստեղծեց իլյուզիա եւ ժողովրդին ասեց, որ պիտի քննադատվի կառավարությունը, որ կառավարությունն էլ տեսնի իր սխալները ու կարողանա շտկել ժամանակին եւ մենք էլ բոլորս պիտի ակնդետ հետևենք ու տեսնենք, թե ինչպես են շտկվում այդ նորությունները։ Ու այս բոլորը էմոցիաներ էր, որ պատում էր բոլորիս մինչ այսօր։ Այս ամենն էլ բավարար չէր։ Սրա վառ օրինակ ասել, որ հերստի ժուրնալիստներից մեկը հիվանդանոցում էր ու տեսավ, որ վատ են վերաբերվում աղքատ կանանց։ Այդ մասին անմիջապես գրեց եւ լուրերի արդյունքը եղավ այն, հրապարակման արդյունքը եղավ այն, որ մինչ այդ երեկո հիվանդանոցի ամբողջ անձնակազմը ազատված էր աշխատանքից։ Այստեղ չդիտենք բարոյական կողմը, թե ինչքանով էր դա ճշմարտացի ինֆորմացիան կամ fake, կամ գուցե ինչ որ բան անել լիներ, չլիներ եւ այլն, մենք քննարկենք էմոցիա։ Ինչ հրապարակումը տվեց մարդկանց այդ էմոցիան եւ այդ մարդկանց գործից ազատվելը
նորից առաջացրեց էմոցիա, բավարարվածության զգացում, որը որ մարդիկ կարդացին եւ բոլոր այսպես թերթերը նրա դարձան սենսացիա։ Ընդամենը 5 տարում օգտվելով այս ամենից, որ մարդը կարեկցելու այսպես բնական վիճակ ունի, զգացմունք ունի, Հերստը 5 տարում դարձավ Պուլիցերի կոնկուրենտը, ու պիտի նա պայքարեր դրա դեմ եւ պատահական չէ, ուներ պահած խաղաքարտ։ Նա Պուլիցերի մոտ աշխատողներին առաջարկեց կրկնակի աշխատավարձ, Պուլիցերը առաջարկեց եռակի աշխատավարձ, որպեսզի իր աշխատողներին պահի իր մոտ։ Հերստը առաջարկեց եռակի աշխատավարձ եւ անուն։ Ժուրնալիստներին առաջարկեց անուն։ Միջև այդ լրագրողները ուղղակի աշխատում էին ինչ-որ խմբագրությունում, բայց այդ Ջեք Լոնդոն, Մարկ Տվեն, այս բոլոր անունները ի վերջո հնչել են, կարդացել են Հերստի թերթերում։ Հերստը իր այսպես փառքը կիսեց լրագրողների հետ ու նորից էլի քայլ լրագրողությունը բարձրացավ բոլորովին այլ մակարդակի։ Պատմությունս վերջացնելով ասեմ, որ նրան է պատկանում նաև թերթը մի ցենտ սարքելու գաղափարը, ասելով, որ ինֆորմացիան պիտի հասանելի լինի բոլորին, հասկանալով, որ ինֆորմացիան ուժ է, ինֆորմացիան աշխարհի շարժիչ ուժն է։ Իմիջիայլոց այս Միլլիր սարքելու գաղափարը նաև Ադրիանո Չելենտանոն ունի համերգները, Միլլիրով համերգների տոմսերի վաճառքի այդ գաղափարը, որ ասում էր, որ պիտի համերգի տոմսը հասանելի լինի բոլորին։ Ու մեր գլխավոր հերոսը, հեքիաթի հերոսը Հերստը գիտեր, որ մի ցենտանոց թերթերը, որով եւ նա սննկացրեց իր, այսպես ասած, կոնկուրենտին Պուլիցերին, ի վերջո կրելու են ինֆորմացիա տարածելու բնույթ եւ այստեղ կարևորը մեծ տիրաժներն են ու գովազդատուները, որոնք որ հետաքրքրված են մեծ տիրաժներով։ Ձեր հետ Վարդուհի Սարգսյանն էր։ Բաժանորդագրվեք, ներքերում կլինեն իմ լինքերը Facebook-ի, Instagram-ի, բաժանորդագրվեք եւ սպասում ենք գովազդատուներին մեր էջերում։ Առայժմ